Այսօր Մարի 3 ամսականն է, արդեն ստացել ենք իր տորտիկը ու հիմա պատրաստվում ենք ֆոտոսեսիայի։ Մարին գրեթե պատրաստ է, չէ Մարի։ Տեղն էլ պատրաստ եմ ու արդեն սկսենք, որտեվ Մարի հետ է երկար ու բարդ պրոցես է։ Այս անգամ լեոպարդվի պրինտով ենք առաջնորդվում։ Մարին շատ թիթիզիկ կոշիկներ ունի ու գեղեցիկ պայուսակ։ Ինձ նայի, օպաս, տիկ, Սյո Մարի վերջ, էլ չենք նկարվում, ես ինչ արեցիր։ Մի խոսքով ոնց նկատեցիք, Մարին սաղ տորթը ավիրեց։ Ամեն անգամ, հենց առաջին ամսեկանից սկսած, ինքը բոլոր տորտիկները միացենց ավիրում է։ Թաթիկը արագ լվացել եմ ու պետք է Մարի շորիկները փոխենք, չէ Մարի ջան։ Արագ շորիկները փոխենք չմրսի, որովհետև ճիշտը ապրիլի 20-ն է, բայց դեռ ցուրտ է ու արևել շատ քիչ էր։ Լավա որ հասցրեցինք, նկարվեցինք։ Չեք պատկերացնի դուրսում ինչ լավ եղանակ է։ Այստեղ մեր մոտ արդեն յասամաններն են ծաղկել։ Նոմա մի քիչ փարթամանան։ Այս հատվածում բալենու ծառը։ Այստեղ տանձի ծառը, ամբողջությամբ ծաղկած ծառեններ են։ Այստեղ էլ Մարինը։ Վերջերս այսպիսի հարմար բան եմ ձեռք բերել Թեմոյից Սայլակի համար, այստեղ բաժակ է դրվում, այս հատվածում հեռախոս, այստեղ հեռախոսը սամրացնում եմ, ինչ-որ հաղորդում եմ նայում շրջելուց, տեղավորում եմ իրա վրա։ Հիմա ես նայում եմ Ռազլիկայցինի շոու, Սակրովիշի իմպերատորա, իրականում շատ եմ սիրում նման հաղորդումներ, ասենց ազարտային, որ ինչ-որ փորձությունների միջով են անցնում, երևի փոքրուց այդ ֆորբոյ առեցա էլի մնացել, ու երևի ոնց բոլոր սիրահարները ես իրենց փոքր երազանք ունեմ, ինչ-որ մի որ տենց չոր շոուի մասնակցել, հետաքրքիր է, ես կարողանամ այդ փորձությունները անցնել, չեմ կարող դե բաներ կան, որ ինձ շատ բարդ են թվում, բաներ կան, որոնք ես մտածում եմ, որ շատ արագ կարող եմ հաղթահարել, հետաքրքիր է շատ։ Մարի, պամպերսիկն ենք փոխում։ Փորիկները բացենք, Այ, Всё։
Ոնց հասկացաք Մարին նոր էր արթնացել, տակդիրը փոխեցինք, այսօր ամբողջ օրը իրար հետ խաղացել ենք, դրսում իրականում տրված էր, որ անձրև է լինելու, բայց լավ եղանակ էր, բավականին երկար եղել ենք դրսում, հետո Մարին որոշեց քնել ձեռքերիս վրա, վերջերս վերջապես սովորել էր քնել իր կրավատկայի մեջ կամ բազմոցին, բայց այսօր ուզեց մամայի ձեռքերի մեջ քնել, երևի հասկանում է, որ մեծացել է մի ամսով ևս։ Ինչ այլ աչառիկ։ Դե գորգորա։ Այստեղ բազմոցի վրա ինքը սենց իր անկյունը ունի ու իր ամենասիրելի խաղալիքներն են։ Սենց երաժշտական խաղալիքներ է շատ սիրում, հատկապես լույսերով։ Չեմ հասկանում խի խաղալիքների մեծ մասի բարձրախոսի հատվածը հետևում է ու չի լինում իրան պարկեցնել ու միանգամից միացնել ու երգը լսել, հատկապես սրա ձայնը շատ ցածր է ու այս վիճակով համարյա չի լսվում։ Սա Մարինա պաստակն է, իրանք նոր են իրար փորձում սովորել, այս վերևի խաղալիքները Մարին ուղեկցում են մեկ ամսականից, իր նվերն է մեկ ամսականի, այստեղ ունենք սենց պագրիմուշկաներ, այս բունել, այս վերևի խաղալիքից է պոկել Մարին, բայց Մարին հիմա ամենաշատը այս կապիկին է հավանում, հենց պահում եմ դեմքին մոտ, սկսում է անդադ իր հետ խոսել, գորգրալ վրան ու այսպիսի կարտոչկաներ եմ գնել, սև ու սպիտակ, շատ էի լսել, որ դրանք օգնում են երեխայի զարգացմանը, բայց Մարին դեռ ռեակցիաներ չի տալիս, հնարավոր է դեռ փոքր էր, հիմա նորից կփորձեմ իր հետ դրանցով զբաղվել, գուցե արդեն օգուտ տան։ Մենք տեղափոխվեցինք նջասենյակ, Մարին իր խաղալիքների հետ, այստեղ տեսնում եք խառնաշփոթ է կատարվում, իրականում 3 Մարին դարձավ 3 ամսական, ու այստեղ լիքը շորիկներ կան, որ արդեն 1 ամսից ավել է իր վրա չի լինում, ու ես ուզում եմ դրանք հավաքել ու պահել, իրականում նենց տխուրը, որ հասկանում է ժամանակը շատ արագ է անցնում, ոնց որ 3 դրանք նոր ման էի գալիս, պատվիրում էի, մտածում էի ինչ եմ հագցնելու առաջին օրերին, հետո հագցնում էինք մեծ էր լինում, հիմա արդեն փոքր է լինում ու արդեն բավականին ժամանակ ինքը դրանք չի կրում, դրա համար պետք է հավաքել ու պահել։ Չես ուզում պահենք, չէ, ուզում ես հագնես էլի, ուզում ես նվիրենք ուրիշներին, ուզում է նվիրենք ուրիշներին, այստեղ իրականում սենց մեծ տոպրակով օնեքսից պատվեր ունենք, այս ամբողջը Մարիի նոր շորիկներն են ամառային, դեռ չենք էլ բացել, սրանք հիմա չեն լինելու իրա վրա, ամբողջը կարճաթև են ու նախատեսված են 6-ից 9 ամսականի համար, Չինաստանից որ պատվեր ես անում, երբեք չես կարող գուշակես փոքր շոր է եկել, թե մեծ, չափսը համապատասխանա թե ոչ, բայց երևի ամառը հույսով եմ կարողանա հագնել։ Դրա համար հիմա պետք է տեղ ազատեմ իր պահարանում, որպեսզի մեր շորիկները կարողանանք դասավորել։ Այստեղ կարող եք տեսնել, ուրեմն սրանք որ փոքրացել են, սրանք դեռ լինում են Մարիի հագով, սրանք էլ են փոքրացել, իսկ սա մեծ է, ուղղակի 3 ֆոտոսեսիայի համար հագցրել էի, էլի մի քանի շոր կա ձմեռային հաստ, որոնք արդեն վերցրել եմ։
Ոնց որ թե ես լավ լույսի աղբյուր եմ գտել, հենց պատուհանի դիմաց որոշեցի դնելու կամերան ու կարծես թե լավ է ստացվում։ Ի դեպ անցած օրը ես այս մագնետիկը կորցրել էի զբոսանքի ժամանակ ու երևի մի ժամ այդ տարածքով ման էի գալիս, հետո եկա տուն ու երեկոյան ամուսինս սալյակի վրայից գտավ։ Այս վլոգը մի քիչ շատ զրույցի տեսքով անցավ։ Ընթացքում նաև ես մոնտաժն եմ անում ու իմ տպավորությունը, որ շատ հանգիստ, դանդաղ վլոգ է ստացվել, բայց քանի որ ես կիսվում եմ առօրյայով ու քանի որ առօրյաս էլ դա է, ինչ անեմ, պետք է դա ցույց տամ։ Դրա համար դուք այսօր նայում եք այս վլոգը եւ ոչ թե ինչ-որ շատ էսթետիկ վլոգ։ Ինձ հասել են կատարած պատվերների մի մասը, դրանց մասին առանձին unboxing կանենք, այնտեղ մազերի խնամքի հետ կապված որոշակի աքսեսուարներ կան։ Մտածում եմ ինչ-որ հոլովակ նկարեմ սանրվածքների հետ կապված։ Նաև մի քանի մտքեր կան տարբեր սցենարների եւ ռիլսերի համար եւ YouTube-ի համար, բայց քանի որ ես դրա մեջ պրոֆեսիոնալ չեմ, մտածում եմ մի քիչ ուսումնասիրեմ ինչպես է ճիշտ սցենար գրելը ու նոր անցնեմ այդ գործընթացին, որ ավելի համակարգված լինի եւ նկարահանումները եւ որակը վիդեոների ու կարողանամ նաեւ ժամանակային առումով հասկանալ, թե որ պահին երբ պետք է դա նկարեմ, որ երեխայի հետ էլ համատեղվի։ Մարին արթնացել է։ Մարին։ Ուզում եմ ձեզ ցույց տալ մոտորերս մեր գործընկերներից մեկից ուղարկված նվերները։ Այստեղ այսպիսի sketchbook է, ստիկերներ, այսպիսի բլոկնոտ, գրիչ ու նման հետաքրքիր բրոշներ ու նաև այստեղ կան այսպիսի մատիտներ, երևույթի sketchbook-ում sketch-եր անելու համար ու հիմա ես մտածում եմ հենց այս բլոկնոտում էլ գրեմ վիդեոների սցենարները ու սկսենք աշխատել ավելի պրոդուկտիվ։ Առաջին անգամ փորձում եմ վարունգով ջուր, չգիտեմ, իհարկե ինչ-որ համ ունի, բայց այնքան էլ հաճելի չի, ես ավելի շատ կիտրոնով եմ սիրում, ուղղակի իմ ստամոքսի համար այլևս չի կարելի, դրա համար խմում ենք վարունգով։ Ես այսօր փորձում եմ նախաճաշել, այստեղ առաջին անգամ վարսակի փաթիլներով ուզում եմ նախաճաշ անել, շատ վաղուց համալսարանական տարիներին եմ փորձել, ընդհանրապես դուրս չէր գալիս, հիմա չգիտեմ, որոշել եմ վերափորձել ինչ-որ առողջարար սնունդ, որպեսզի օգտագործեմ։ Այստեղ վարսակն է, բանան, թեյ ու ենթադրում եմ, որ ինձ դուր չի գալու, դրա համար վերցրել եմ նաև այսպիսի յոգուրտ, որ եթե չհավանեմ ավելացնեմ, էսթետիկ նախաճաշ չի իհարկե, բայց կարևորը որ առողջարար է, փորձում ենք առողջ սնվել։ Այստեղ Մարին խաղում է։ Ընդհանուր առմամբ դեռ պլաններ չկան, պլանները սովորական են, այսինքն դրսում արև է, լավ եղանակ է, մի քիչ խաղանք, Մարին կուտի ու դուրս կգանք զբոսնելու։ Ահա, իդեպ երեկ ես վերջացրել եմ վիդեոյի մոնտաժը, այսօր երևի դրանով կզբաղվեմ, դա կփոստեմ։ Կարող եք նայել, եթե չեք նայել դեռ, այնտեղ ցույց եմ տալիս Մարիի համար կատարված գնումները։ Այսօրվա լոկը եւս այդ գնումների շարքից էր։ Մենք դուրս ենք եկել զբոսնելու, հիմնականում զբոսնում ենք մեր բակում, այսպիսի հատված ունենք։ Վերջերս ես հազիվ կարողանում էի իջնել Աբովյան պուրակի հատված, այնտեղ գյուղինստիտուտի այգի մոտ շրջել երեխայի հետ։
Էնել քաղաքապետարանից որոշեցին տարածքի մայթերը բարեկարգել ու հիմա այնտեղ ամբողջ ճանապարհը քանդած է, հնարավոր չի ընդհանրապես անցնել, քանի որ ես ակտիվություն չունեմ իմ կյանքում, հիմնականում տանն եմ նստած երեխայի հետ անցկացնում, դրա համար աշխատում եմ գոնե սայլակով քայլել, որ մի քիչ շարժման մեջ լինեմ։ Առաջին անգամ է վերջին 7 տարիների ընթացքում, որ ես այսքան երկար տանն եմ մնացել, ինչ որ պահ ինձ թվում էր, որ ես գժվում եմ արդեն, հետո հասկացա, որ սա ուղղակի ժամանակավոր բան է, պետք է ընտելանալ, համակերպվել։ Այս հատվածը ուրեմն գտնվում է կամուրջի ներքևում ու այստեղ շատ մարդիկ չեն լինում, հիմնականում հետիոտներ են լինում, անցնում են, որպեսզի գետնանցումով ճանապարհը անցնեն, շատ քիչ են լինում, խանգարող ոչինչ չկա։ Շատ ժամանակ ես ինչ-որ հաղորդում եմ միացնում հեռախոսով, ականջակալներ եմ դնում ու այդպես կարող եմ մի ժամ այստեղ հանգիստ շրջել։ Ոչ մի խանգարող բան չի լինում, միակ խանգարող հանգամանքը իհարկե մեքենաների ձայնն է, բայց դեռևս Մարին այդքան շատ չի անհանգստանում այդ ձայնից։ Ես արդեն տարածքում եմ, այստեղ այն հետ մեր Մարինեն, ոյ, ուզում եմ ձեզ ցույց տամ այս շենքի Կոմիտաս 60 շենքն է, իրենց ֆոյեն, այնքան սիրուն է, շատ եմ հավանում։ Այստեղ սենց հետաքրքիր նստելու տեղ, սենց էլի սպասասրահի հատված, սենց սիրուն ծառ կա։ Բավականին թանկ նյութերով իրականացված է, կոնսոլը էլի բնական քարից։ Սա մեր բնակարանն է Կոմիտաս 60-ի։ Այս հյուրասենյակ խոհանոցի հատվածն է, այստեղ լինելու է բազմոց, ճաշասեղան, ստիլաժ հետևում, TV պատի հատվածը բամբուկից պանելներով ենք արել։ Ուզում եմ ձեզ ցույց տամ ուրեմն հատակները, շատ լավ է ստացվել, մանկական ննջասենյակն է, այստեղ լինելու է մահճակալ 3 հոգու համար 2 հարկանի, կարկասն է հիմա հավաքած, այս մասում պահարաններն է, կարկասները հավաքած է, այսօր ընտրում ենք դռների գույները, սա էլ մաստեր ննջասենյակն է, այս բուրգունդի գույնը առաջին անգամ ենք ես վառ ուրեմն օգտագործում ու իրականում շատ է դուրս եկել, սմութինգներն էլ շատ սիրուն են նայվում։ Հատակը ցույց տանք, ուրեմն լամինատ է արված, բայց տեսքը շատ լավն է, հարուստ, սենց լավ փայտի տեսք ունեցող լամինատ է։